Պարոն Մարգարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, տարեսկզբին մեր առաջին զրույցն է և տարին նշանավորվեց այսպես կեղծ դեմոկրատիա, կեղծ ժողովրդավարություն և մենք տեսնում ենք, ինչպես էր Միացյալ Նահանգները Երևանում Վենեսուելայի նախագահին, վերջինիս տիկնոջը։ Ես կխնդրեմ այս հարցի հետ կապված բավականին մանրամասն ներկայացնեք, սա ինչի մասին է, ինչ ունեք ասելու այդ արևմուտքին հավաքական, արևմտյան արժեքներ կրողներին ճակերտավոր, համեցեք։ Շնորհակալություն նախ թույլ տվեք որ առաջին եթերն իմ կողմից շնորհավորեմ մեր ձեր ու լսարանին ամանորյան տոների եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ բոլորի մաղթեմ հաջողությամբ եւ հաղթանակներով լեցուն տարի 2026 թվականը թող այդպեսին լինի բոլորիս համար ու հույսով որ այս չարիքից ձեր բազատվան տարի լինի բոլորիս համար։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցմանը, բոլորս հետաքրքրությամբ դիտեցինք, բայց ես այդպես ասած մի տեսակ շատ անտարբեր եմ նման երևույթների կապակցությամբ, իսկ գրել է նաև 2020 թվականից հետո մի տեսակ ոչ ոգևորվում եմ, ոչ այդպես տխրում եմ, ոչ անհանգստանում եմ, որովհետև նույն բաների միջով, որ այսօր աշխարհը զարմանքով դիտում է եւ տարօրինակ է իր համար, թե ինչպես կարելի է ներխուժել մի երկրի, այսինքն ղեկավարին կանանավորել, վերցնել, դնել ուղղաթիռ տանել մեկ ուրիշ տեղ կանանավորել, հետո ասել դատարանի դիմաց են կանգնեցնում, հետո տիրանալ այդ երկրի պաշարներին, հետո խոստումներ տալ ուրիշներին, գուցե տարօրինակ լինի, բայց 2020 թվականից հետո մենք այս ամեն ինչի ականատեսը եղել ենք եւ մեր կաշվի վրա, մորթի վրա այդ ամբողջը զգացել ենք եւ ամբողջ այս արևմտյան աշխարհը անտարբերությամբ դիտել է եւ որից է ձայն չի անել։ Օրինակ նույն բանը Արցախի հետ կատարվեց։ Միթե Արցախի ղեկավարությանը սեպտեմբեր 2023 թվականի սեպտեմբերյան այդ իրադարձություններից եւ Արցախի օկուպացումից հետո նույն վիճակով չգերեվարեցին, ձեռնաշխտաներով փոխադրեցին Բաքու եւ հիմա կանգնացել են դատարանի դիմաց։ Նույն ասենք հիմա այդպես է կատարվում։ Հիմա կամ ասենք միթե Ադրբեջան չորոշեց տիրանալ Արցախին եւ տիրացավ ու ամբողջ աշխարհը լռությամբ այդ ամեն ինչը դիտեց։ Ամեն դեպքում սա իրականությունն է մեր այսօրվա աշխարհի 2020 թվականից հետո ցավոք սրտի աշխարհի թույլ տված միջազգային հանրության թույլ տված կոպիտ սխալի, կոպիտ անտարբերության պատճառով միջազգային իրավունքի մեջ շատ լուրջ փոփոխություն է ստեղծվել։ Եթե ասենք միջև 2020 թվականը բռնի ուժի կիրառմամբ խնդիրներ լուծելը միջազգային իրավունքը դա մերժում էր, դա հիմնական սկզբունքներից մեկն էր նաև Միավորված ազգերի կանոնադրությամբ, որ հակամարտությունների կարգավորման համար չպետք է բռնի ուժ կիրառել, կամ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ավելի վեր էր դասվում, քան տարածքային ամբողջականության սկզբունքը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, այսինքն 44-օրյա պատերազմից հետո, աշխարհը իր քար լռությամբ, որ պահպանեց այդ ամեն ինչի դիմաց, ու նաև 2023 թվականի Արցախի օկուպացումից եւ այդ ամեն արավիկից հետո, որ մենք ականատես եղանք եւ Արցախահայություն ականատես եղանք, լեգիտիմացրել է մի տեսակ բռնի ուժի կիրառմամբ խնդիրներ լուծելը։ Եվ հիմա չգիտեմ հիմա ինչից են դժգոհ, եթե ասենք Թրամփը բռնի ուժով խնդիր է լուծում, կամ ասենք Պուտինը փորձում է բռնի ուժով ինչ-որ խնդիր մի տեղ լուծել, ասենք ես ինչ գիտեմ Պակիստանը, Հնդկաստանը ուրիշ տեղ են խնդիր լուծում, Իսրայելը որոշում է Գազայում իր խնդիրները բռնի ուժի կիրառմամբ լուծել։ Այս ամեն ինչը միջազգային հանրության քար լռության ես կարծում եմ պատասխանն է, որ իրենք ստանում են, որ սկսվեց, ես կարծում եմ շատ հստակ կերպով եմ ասում, սկսվեց 2020 թվականից եւ մի հատ եթե վերանայենք ինչեր է տեղի ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո աշխարհում, ինչպիսի պատերազմներ, խնդիրներ բռնի ուժի կիրառմամբ, իսկ կարծում եմ իմ ասածը այդքան էլ տարօրինակ չի, որ իրականության մեջ այդ իր լռությամբ պատճառ դարձավ միջազգային հանրությունը, որպեսզի միջազգային իրավունքի մեջ շատ վտանգավոր մեկ պրակտիկա ներդրվի եւ հիմա այս ամեն ինչը որ տեսնում ենք իրականության մեջ դրա հետևանքն է։ Տեսնում ենք ամեն մարդ փորձում է իր խնդիրները բռնի ուժի կիրառմամբ լուծել, ով ավելի ուժեղ է կարողանում է իր խնդիրը լուծել։ Հիմա երեք էլ օրինակի համար Թրամփն ասել էր, որ Գրենլանդիան մեծի կարիք է անվտանգության համար եւ պետք է վերցնենք, թող վերցնի, եթե այդպես պետք է։ Ադրբեջանը ասաց Արցախին պետք է վերցրեց աշխարհը լռությամբ դիտեց, հիմա թող ես ինչ գիտեմ Թրամփն գնա Գրենլանդիան վերցնի, Պուտինն էլ Ղրիմը վերցնի, մյուսն էլ մյուսը վերցնեն, եթե Արցախը մեզանից վերցրել են այդպես լռությամբ, կներեք իմ կարծիքով ես մեկ այնց համար այլևս ինչ տեղի կունենա։ Բայց աշխարհն ունի մեծ հնարավորություն այս ընթացքը ստուգելու համար եւ որովհետեւ անգամ ես կարծում եմ ուշ չի այս սխալ պրակտիկան ստուգելու, եթե դեռ կարծում եմ ուշացած չի հնարավոր է Ադրբեջանի եւ Ալիևի
ցուցաբերած վարկագծին հստակ գնահատական տա աշխարհը որպես հանցագործություն, պատերազմական հանցագործություն, հատկապես այն վերաբերմունքը, որ ցուցաբերվել է Արցախի նախկին եւ ներկա ընտրյալ ղեկավարության կապակցությամբ, ես կարծում եմ դրան գնահատական տալով միջազգային հանրությունը կարող է սկսել եւ փորձել ինչ-որ փոփոխություններ մտցնել այս ամեն ինչի մեջ։ Հիմա եթե ուզենան կոնկրետ այդ ամեն ինչին, որ տեղի ունեցավ Վենեսուելայում, ուրեմն մի քանի օր առաջ, 2 օր առաջ գնահատական տալ, ես կարծում եմ դա միայն Վենեսուելայով չպետք է գնահատենք, ես կարծում եմ սա մի շատ մեծ գուցե մեկ սցենարի, մեկ ընդհանուր բաժինն է, որ ես կարծում եմ նախագահ Թրամփը դեռ գնում է առաջ եւ հիմնականում գուցե թիրախներից մեկը շատ էլ է խոսում, որ Իրանն է եւ նկատի առնելով, որ ասենք եթե միջև նախկին հարձակում, որ եղավ Իրանի վրա, փորձեցին, այդպես ասած, տարածաշրջանում Իրանի ունեցած ներկայացչական ուժերին չեզոքացնել, ասենք Հիզբուլլահին, Համասին, Եմենում հուսիներին, նաև Իրաքում որոշակի չափով, հիմա բայց Վենեսուելան մի տեսակ Իրանի տնտեսական հնարավորներից մեկն է ճիշտ Միացյալ Նահանգների քթի տակ եւ կարծում եմ հիմա այդտեղ հարվածներ հասնելով Վենեսուելան առնելով իր տիրապետության տակ, կարծում եմ շատ խոշոր տնտեսական նաև հարված է հասցվում Իրանին, որտեղ չգիտեմ տեղյակ եք թե չէ, Վենեսուելան չափազանց տնտեսական խոր հարաբերություններ ուներ մինչև Մադուրոյի շրջանում, դեռ սկսված Հուգո Չավեզի ժամանակվանից, մինչև նաև Մադուրոյի շրջանում եւ հսկայական ներդրումներ Իրանի միջոցով կատարվել էին հենց նավթարդյունաբերության ոլորտում Վենեսուելայինը։ Հիմա իրականության մեջ դրանք այդ բոլոր ներդրումները հոց են ցնդում եւ մնում են Միացյալ Նահանգներին։ Խոսքը գնում է մոտավորապես 2-3 միլիարդ դոլարի պարտքի մասին, որ այս պահին այսինքն Վենեսուելան ունի բնականաբար Իրանին եւ դրանք բոլորը ոչնչացվում են եւ իրականության մեջ Իրանը դասանելիություն չի ունենում այդ ամբողջ ներդրումների, որ կատարվել է, այդտեղ միտվորից այդտեղ գրանցված չեն գումարի փոխանակում չել է, ապրանքի փոխանակում, այլ է նավթ ապրանքի դիմաց, բայց հիմնականում այդ գումարների մասին խոսում է։ Իսկ կարծում եմ, if ամբողջը մի քիչ ավելի լայն եք նայում, տեսնում ենք, որ հիմնականում միայն Վենեսուելան կամ Մադուրոն չեն եղել եւ կարծում եմ շատ մեծ դեռ սկսված մենք խաղը, որ մենք հավանաբար դեռ նախաբանն ենք տեսնում եւ շարունակությունը լինելու է եւ կարծում եմ ուրիշ տեղերում էլ նույնը կրկնվելու է, խոսվում է այսինքն տարբեր երկրներ լինելու են տիրախում, հավանաբար Իրանն էլ դրանցից մեկն է լինելու, նաև նկատի առնելով վերջին շրջանի, ասենք Իրանի ներքին անհանդարտությունները։ Բրազիլիայի նախագահ, այնուհետև Չիլիի նախագահ խոսեցին այն մասին, որ այսօր Վենեսուելայում վաղը կարող է լինել ցանկացած այլ երկրում։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, բայց գիտեք, եւ դուք ասացիք, օրինակ վաղը կարող է Պուտինը մտնել եւ Ղրիմը վերցնել, դուք պատկերացնում եք այն վայնասունը, որ կկապվի այդ իրողության պայմաններում։ Եվ այսօր այդ արևմուտքը, արևմուտամետները կամ նույն Միացյալ Նահանգները ինչ քաղաքականություն են իրականացնում եւ ըստ էության որևէ արձագանք այս ամենի մասով չկա։ Դե երկրի մոտեցում, որ իրենք ունեն միջազգային տարբեր խնդիրների կապակցությամբ, արդեն վկայություն է նախկին հարցի պատասխանի մեջ էլ ուղղակիորեն հենց այդ էր իմ ասածս։ Գիտեք, ես չեմ արդարացնում որևէ երկրի դեմ հարձակումը կամ օկուպացիումը կամ որևէ երկրի ղեկավար։ Բնականաբար դրանք միջազգային դիտանկյունից դատապարտելի քայլեր են, ցանկացած որևէ երկիր իրավունք ունի այդ երկրի վրա հարձակվելու կամ որևէ ժողովրդի, այդպես ասած, իր տիրակալության տակ առնելու, նրա ռեսուրսներին բռնի ուժի կիրառմամբ տիրանալու, նրա ընտրյալ ղեկավարությանը կանանալ։ Դրանք դատապարտելի արարքներ են, բայց միջազգային հանրությունը պիտի ունենա այդպես ասած մեկ չափանիշ, որպեսզի կարողանա բոլորին, ինչպես դուք էլ նշեցիք, հավասարապես գնահատական տա, բայց տեսնում եք մի դեպքում հսկայական այդպես ասած արձագանք անում, մի տեղում լռությամբ են այդ ամեն ինչը տանում, բայց գիտեք, արևմուտքի կամ այդ լռությունը վերադառնալու է իրանց, որտեվ չի բացառվում, եթե Թրամփն ասել է Գրենլանդիան վերցնելու է, հաստատ իմացեք գնալու է վերցնել, այսինքն մի կասկածեք, որ Թրամփի ճանաչելով կարծում եմ պիտի արդեն հասկանան, որ դա անելու է եւ ուղղակիորեն հիմա արևմուտքն է հիմնականում դրանից դուժելու իր անտարբերության պատճառով, որ ասենք 2020 թվականից մի քիչ առաջ ասեցի, ունեցել է։ Բնականաբար այս ամբողջը միջազգային հանրության երկտիմի եւ եկերեսանիության արդյունքն է եւ իրենք կարծում եմ այս ամեն ինչը բումերանգի է, այդպես ասած, էֆեկտով վերադառնալով նաև իրենց եւ իրենք են այս ամեն ինչից բնականաբար դուրժել։ Տեսեք, նաև The Guardian-ն էր գրել, որ ըստ էության Վենեսուելայից հետո Իրանը կարող է դառնալ ԱՄՆ-ի հաջորդ թիրախը, նաև պարբերականը հղում էր արել Թրամփի այն հայտարարությանը, որ իրենք պատրաստ են աջակցել
Իրանի դեմ հակակառավարական ցույցերին, ինչպես նաև չէր բացառել Իրանի դեմ ռազմական գործողության անցկացումը։ Խնդրեմ այս մասը մի փոքր ավելի մանրամասն, սա որքանով է իրատեսական։ Ամեն դեպքում այլ ամեն ինչը որ տեղի ունեցավ Վենեսուելայում, հաստատ Իրանում դրա կրկնվելու ուրեմն հնարավորությունը շատ քիչ է, վերջնաշով Վենեսուելա հասնելը, ներս մտնելը կամ այդ գործողությունը իրականացնելը շատ հեշտ է։ Իրանում դա բավական բարդություն կա, գրեթե աներևակայելի է, որ հնարավոր կլինի դա անել, բայց թե ինչ սցենար է նախատեսված Իրանի համար, ես դժվարանում եմ այս բանին ասել, բայց Թրամփը դա արդեն երկու անգամ մեկ անգամ ասել էր, մեկ անգամ էլ եթե չեմ սխալվում, 3 ակրկին զգուշացրել Իրանին, որ եթե ասենք ներքին անհանդարտությունների կապակցությամբ բռնի ուժ կիրառի, ինքը միջամտելու է եւ փորձելու այսպես ասած պաշտպանել ցուցարարներին։ Դա ինչպես է լինելու, հիմա դժվար եմ կարող գուշակեցնել, չեմ կարծում այն սցենարը, որ Վենեսուելայում տեղի ունեցավ, հնարավոր նույնությամբ կրկնել ասենք Իրանում, բայց չեմ էլ բացառում, որ հստակ իրենք քիչ առաջ էլ ասեցի, սա Վենեսուելայում կարծեմ հարձակում ինչ որ նախաբան է, ինչ որ խոշոր գործողություններ, որ իրանք նախատեսում են գուցե հենց Իրանի կապակցությամբ, ժամանակը կարծում եմ պիտի ցույց կտա, բայց կանխատեսել, այդպես կանխատեսումներ անելը կամ սցենարների մասին խոսել իսկապես հիմա դժվար է, որովհետև տեսնում ենք նույնիսկ Վենեսուելայի կապակցությամբ չէին էլ պատկերացնում, որ այդ սցենարով առաջնորդվի Միացյալ Նահանգները, բայց տեսանք Թրամփը գնաց եւ այդ սցենարով գործեց։ Հիմա Իրանի դեպքում կարող է լրիվորեն ինչպես տարօրինակ մի բան պատկերացնում նախագծած լինեն, որի մասին խոսել կարծում շատ դժվար է հիմա, բայց անշուշտ Իրանը թիրախներից մեկն է եւ քոնրանք ովքեր ասում են, չեմ կարծում որ սխալվում են, հաստատ այսինքն Վենեսուելայից հետո հիմա եթե չասենք շատ շուտ, բայց ամեն դեպքում կարծում եմ Իրանը ուրեմն ցուցակի մեջ կա, բայց հիմա նաև կախում ունի Իրանի իշխանություններից, որպես իրենք որքան ճկունություն կունենան կփորձեն խնդիրը կարգավորել, ամեն դեպքում Իրանի իշխանությունները Վենեսուելայի իշխանությունները չեն, նրանք ունեն բավական մեծ փորձ եւ կարողանում են իրավիճակը կառավարել, պիտի տեսնենք հիմա կարողանան այս պայմաններում էլ իրավիճակը կառավարել եւ թույլ չտալ, որպեսզի խնդիրը այդտեղ հասնի թե ոչ։ Իրանում ընթացող հակակառավարական ցույցերի հետ կապված, խնդրեմ ձեր տեսակետը ներկայացնեք, ինչ ընթացք կստանա, ինչ զարգացումներ կլինեն։ Այն ինչ որ այսօր Իրանում է տեղի ունենում, հիմնականում տնտեսական, պես ասած, կարելի ասել հիմք ունի, տնտեսական հիմքի վրա է ձևավորվել, արժույթի արժեզրկումն է հիմնականում Իրանի տնտեսական ծանր պայմանները, որ այսօր ստեղծվել են նաև հենց արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքում, լուրջ խնդիրներ են ստեղծել Իրանում եւ հիմնականում շուկայից սկսվեց այս ամեն ինչը, որտեղ ամեն դեպքում առևտրականներ, ովքեր շուկայում աշխատում են, գների տատանման, ասած տարադրամի փոխարժեքների տատանումից հսկայական վնաս են կրում եւ չեն կարողանում իրականության մեջ որոշում կայացնել ինչ կարող են անել եւ այնտեղից բողոքը սկսեց, բայց նաեւ դե արդեն գիտեք տարիներ շարունակ այդ ժամանակ առ ժամանակ նման իրավիճակներ ստեղծվել են Իրանում եւ հիմա հիմնականում կա։ Այդպես եթե ասենք զանգվածային ցույցեր են, առավոտից գիշեր փողոցներում լսված են, բնականաբար այդպեսին չի, բայց այն որ երկրում անանդարտ վիճակա եւ երկրի իշխանությունները դա գիտակցում են, փորձում են ինչ-որ ձևով դա կառավարել, դա իրականություն է, եթե հետևացնեք երկրի գերագույն առաջնորդի 3 չկացում անցած օրվա ելույթի ընթացքում նույնպես նա մտահոգությունը հնչեցրեց եւ շատ հստակ կերպով ասաց, որ այդպես ասած չեն զիջելու, թույլ չեն տալու, որպեսզի այդպես ասած նման ցույցերը վերածվեն անկարգությունների, բայց հիմա դա իրանց ինչքան կհաջողվի մի քիչ դժվար է, որտեղ ասում եմ երկրի ներքին տնտեսական վիճակը բավական ծանր վիճակ է ստեղծել եւ ամեն դեպքում այդ տնտեսական այդ վիճակը ինչ որտեղ նաեւ ներքին եթե խառնվում է դժգոհությունների հետ համակարգի կապակցությամբ նաեւ արտաքին միջամտություններն են ավելանում, արդեն կարող է լուրջ խնդիր ստեղծել երկրի ներսում։ Նետանյահուի հետ ասուլիսի ժամանակ Թրամփը արդեն իսկ ակնարկել էր, որ Իրանը հնարավոր է իրեն լավ չի պահում, դա հաստատված չէ, բայց եթե դա հաստատվի, նրանք գիտեն հետևանքները եւ հետևանքները կլինեն շատ լուրջ, գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ։ Իհարկե Խամենեի խորհրդականը զգուշացրել էր Իրանի կոշտ պատասխանի մասին, բայց այս իրողություններից հետո եւ օգտվելով Իրանի ներսում այս հակակառավարական ակցիաներից եւ մանավանդ որ իրենք պատրաստակամություն են հայտնել աջակցելու այս մասով ավելի կտրուկ գործողությունների կդիմի Թրամփը։ Թրամփից ամեն ինչ սպասելի է, գիտեք, օրինակ վերջի շրջան ոչ ոք չէր պատկերացնում, որ ասիկ Իսրայելի հարձակումը կլինի եւ Թրամփը ուղղակիորեն կմիջամտի, որ այդ պատերազմը որ եղավ 12 օրվա որոշ շրջանում նաեւ Միացյալ Նահանգներ ուղղակի մասնակցություն ունեցավ, որովհետեւ մեկը չէր պատկերացնում այդ մասնակցությունը կլինի,
բայց տեսանք անկանխատեսելիորեն տեղի ունեցավ։ Ամեն դեպքում Թրամփը կանխատեսելի չի եւ ամեն ինչ իրենից սպասելի է, առավոտյան կարող է արթնանալ եւ տեսեք մի որ բան է արել, չի բացառում որից է նման ասեն գործողություն Իրանի դեմ իրականացնել, եթե ասում է հաստատ իմացեք ինչ որ բալի մասին իրենք նախագծում անում են։ Ասում են, բայց թե ինչ է լինելու դա հիմա դժվար է ասել, բայց միևնույն ժամանակ Իրանին էլ պետք է նկատի առնել, որովհետև նրանք ամեն դեպքում մոտավորապես կես տարի արդեն իշխանության փորձառություն ունեն եւ բազմաթիվ անգամներ են նման իրավիճակների դիմաց կանգնել, կարողացել են, այսպես ասած, ճկունություն ցուցաբերելով այս իրավիճակներից դուրս գալ։ Թե այս անգամ էլ իրենց քաջողի հիմա թաքուն բանակցություններով, անուղակի բանակցություններով միջնորդավորված իրենք միշտ փորձում են կապեր ունենալ, երբեմն ասենք Մոսկվայի միջոցով Իսրայելի հետ հարաբերություններ ունենալ, Օմանի միջոցով Միացյալ Նահանգների հետ կապի մեջ են մտնում, այդ անուղակի շփումները կան։ Հիմա այդ շփումները արդյունք կտան, թե չէ, չգիտեմ, մակուցը ասեկան, այդպես ասած Թրամփի օգտագործած մարտավարությունը, այսպես ասում են, մտրակի կարկանդակի մարտավարություն, այսինքն ինչ-որ բան ասում է, սպառնալիք է կարդում, հետո փորձում են ճկունությամբ խնդիրները լուծել, մակուցը այդպիսի ինչ-որ բան կա, բայց Իրանը դա կռահելով փորձի ինչ-որ ձևով խնդիրը կառավարել եւ թույլ չտալ այդտեղ հասնի ինչ-որ զիջումների գնա, բայց ամեն դեպքում Թրամփի անկախատեսելիություն նկատի առնելով, նաև Իրանի վարած քաղաքականություն նկատի առնելով, մի քիչ դժվար է, կարծում եմ պետք է սպասել տեսնենք իրավիճակը ինչպես կլինի առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Հաշվի առնելով նաև, որ Իրանի ներսում կառավարությունը, իրավապահները օգտագործում են ձայնային ռումբեր այդ ամբողջը ցրելու համար, հետո նաև այսպես համացանցի անհասանելիություն են իրականացնում, Իրանը իր երկրի ներսում կգնա ավելի կոշտ գործողությունների։ Նրանք ամեն դեպքում գնալու են, որտեղ վերջնաշուտ փորձը ցույց է տվել նախկին անանդարտությունների ժամանակ, նրանք նման միջոցների կիրառելու դիմաց չեն կանգնում եւ փորձում են ամեն կերպ իրավիճակը վերահսկողության տակ պահել եւ չի բացառում այս անգամ էլ դա անեն, բայց ասեմ նկատի առնելով Թրամփի սպառնալիքները, սա լուրջ սպառնալիք է, այսինքն նախկին անգամ եթե նման իրավիճակ էր ստեղծվում Միացյալ Նահանգներում իշխանության էին դեմոկրատականները, Օբաման էր այն ժամանակ, դե նրանցից մի քիչ այդպես սպասել, որ շատ կտրուկ քայլեր կձեռնարկեն, հեռու էր պատկերացնելուց, բայց Թրամփի դեպքում կարծում եմ Իրանն էլ հասկանում է, որ Թրամփը շատ լուրջ է, եթե սպառնալիք է կարդում, վտանգ կա, որ սպառնալիք իրականություն դառնա եւ կարծում եմ հիմա մի քիչ ավելի կփորձեն դեռ որոշակի շրջան, այդպես ասած, պահպանողական մոտենալ խնդրին, փորձել կառավարել իրավիճակը, թույլ չտալ կոպիտ միջոցների, բայց եթե բանը հասնի այնտեղ, որ տեսնեն արդեն իշխանությունը կորցնում են կամ ինչ-որ լուրջ խնդիրներ ստեղծվում իշխանության մեջ, հիմա այդ դեպքում բնականաբար բռնի ուժի կիրառումն է եւ բռնի ուժի կիրառմամբ իրավիճակի հանդարտեցում։ Ամեն դեպքում Իրանը մեր հարևան դաշնակիցն է եւ եթե անգամ այսպես մի առավոտ բացվի եւ տեսնենք, որ կոտրու գործողությունների է անցնում Միացյալ Նահանգները նաեւ Իրանի դեմ, տարածաշրջանում դա ինչ ազդեցություն կունենա։ Միջերս նաեւ կուզեմ գնահատեք Ռուսաստանի արձագանքը Վենեսուելայի դեմ իրականացված այս ըստ էության տերորին եւ տարածաշրջանը ինչ վիճակի կհասնի։ Իրանում ցանկացած անհանդարտություն բնականաբար իր ազդեցությունն ունի տարածաշրջանում, վերջնաշով Իրանը մեծ երկիր է, այսինքն այդպես չի կարելի իր ներկայությունը անտեսել, եւ եթե միջև հիմա էլ ասենք Թրամփը մի քիչ այսպես ասած գրավորական է մոտեցել, շատ կտրուկ քայլերի չի մոտեցել, հիմնականում խնդիրը դա է եղել, նախկին անգամ էլ եթե հիշեք ամռանը 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ Թրամփին հարցրին թե ինչու միջև վերջ չգնաց, որպեսզի կարողանա իշխանության կործանման հասնել Իրանում, ինքը շատ հստակ ասել է, որ մտահոգ է թե դրանից հետո ինչ կստեղծվի տարածաշրջանում եւ դա ինչի էֆեկտ կունենա, եւ այդ մտահոգությունը իրենք զգում են ամեն դեպքում Իրանում ցանկացած այսպես կայծակնային փոփոխություն հայտի չի թե ինչպիսի հետևանքներ կունենա անպայման չի որ դա դրական է լինելու կարող է շատ լուրջ բացասական խնդիրներ ստեղծի, որը հետո անկառավարելի իջակ կստեղծի։ Եվ բնականաբար մենք էլ գտնվելով հարևանության մեջ դրանից դուրժելու ենք, բայց դե անկեղծ եմ ուզում ասել, այն նախկին դերակատարությունը, որ Իրանը ուներ Հայաստանի Հանրապետության վրա, տեսնում ենք հիմա մասամբ պակսել, այսինքն եթե մինչև ամիսներ առաջ կամ 1 տարի առաջ եթե խոսում եք այն մասին, որ Իրանը իսիստեմ Սյունիքի անվտանգության երաշխավորն է, տեսնում եք այս վերջի շրջանում շատ էլ այդ մասին չի խոսվում Թրիփի այդ օգոստոսին ստորագրված այդ հռչակագրից հետո Իրանն էլ մի տեսակ կարծես ինքը զգացել է, որ այլևս այդտեղ շատ մեծ դերակատարություն չունի եւ
այդպիսի հայտարարություններ տեսնում եք Իրանի կողմից այլևս չեն հնչում, առավելապես իրենք փորձում են այնպես անել, որ իրենք ներկայություն ունենան այդ տարածաշրջանային նախագծերի մեջ եւ այդպիսով կարողանան իրավիճակը վերահսկել։ Այսինքն ամեն դեպքում այն որ իր կորուստը մեր անվտանգության վրա այդ առումով կազմի, ես չեմ կարծում այդ ազդեցություն կլինի, որտեղ այդ ազդեցությունը հիմա այլևս դժբախտաբար Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության բերումով գոյություն չունի, բայց ամեն դեպքում տնտեսական առումով բնականաբար եւ տարածաշրջանում եթե խնդիրներ ստեղծի, դրանից մենք այդպես ասած տուժելու ենք, բայց ինչպես դուք էլ ասացիք, ամեն դեպքում Ռուսաստանի արձագանքը չպետք է անտեսել կամ մյուս տարածաշրջանային գործընկերներ, որ Իրան ունի, Չինաստանը կամ մյուսները բնականաբար այդպես հանգիստ չեն տանելու այս ամեն ինչը, որտեվ օրինակի համար Վենեսուելայի այդ փոփոխությունները Չինաստանի համար լուրջ հարված էին, որտեվ մի քանի ժամ առաջ Չինաստանի եթե նախագահն էր Մադուրոյի հետ հանդիպում ունեցել Կարակասում, նրա գնալուց հետո այդ ամբողջ իրադարձությունները տեղի ունեցան, եւ սա ուղղակիորեն շատ մեծ կարծում եմ հարված է Չինաստանի համար, հիմա չեմ կարծում իրենք թույլ կտան երկրորդ անգամ նման բան կամ իրենց գործընկերներից մեկի կապակցությամբ դա այդքան հեշտությամբ տեղի ունենա, կփորձեն այդտեղ չհասնի խնդիրը։ Բայց ասում եմ ամեն ինչը անկախատեսելի է ներկա պայմանների մեջ, պիտի թողնենք, տեսնենք ինչ առաջ գալի, հետո կարծեմ հնարավոր կլինի ավելի հստակ գնահատական տալ։ Իմիջիայլոց Չինաստանի մասով սա նաև բնական է, որ իհարկե ուղիղ հարված է նաև Չինաստանին, հաշվի առնելով շրջանառվող տեղեկությունների մասով նավթի պաշարներ, Չինաստանի այլևս, այսպես ասենք, ներդրումները, այս մասով, այս տեսանկյունից ինչ զարգացումների կարելի է սպասել։ Ասենք Վենեսուելայի կապակցությամբ Թրամփը կարծեմ շատ հստակ Չինաստանին մտահոգությունները փարատեց, փորձեց չեզոքացնել, ասենք այդպես դերակատարությունը եւ շատ հստակ հայտարարեց, որ ամեն դեպքում նույնությամբ որ Չինաստանը միջև հիմա նավթ էր ստանում Վենեսուելայից, դրանից հետո էլ կշարունակի ստանալ, որտեղ հիմնականում խնդիրը Վենեսուելայի նավթային պաշարների խնդիրն այս ապային դրված, որ Միացյալ Նահանգները հավակնում են, որ հիմա դա վերցրել է վերահսկողության տակ եւ իրենք են այդ ամեն ինչը կառավարելու։ Եվ եթե Չինաստանին այդ վստահությունը տվել է, կարծում եմ հիմա Չինաստանին փորձում այդպես ասած հերո պահել, թույլ չտալ, որպեսզի միջամտի այս գործընթացների մեջ։ Բայց ամեն դեպքում բնականաբար այդ ամեն ինչից այս իրավիճակից Չինաստանն էլ է տուժում, Ռուսաստանն էլ է տուժում եւ դրանք փորձում են ամեն դեպքում իրենց դերակատարություն ունենալ, որտեղ հիմա միայն տնտեսական հարցը չի, եթե նման բռնի ուժով խնդիր ես լուծում, ամեն դեպքում քո գերիշխանությունն ես այդ տարածաշրջանում ցույց տալիս, որ ինչ հիմա Միացյալ Նահանգները եւ Թրամփը կարողացել են դրան հասնել եւ բնականաբար հիմա դրան հակադարձելու համար հավանաբար Ռուսաստանը եւ Չինաստանը ինչ որ քայլեր ձեռնարկեն, հիմա գուցե փորձելով Իրանի թիկունքին կանգնելով դա անեն, չգիտեմ։ Ամեն դեպքում նրանք ամեն փորձելու են ինչ որ բան անել եւ փորձել հակադարձել Միացյալ Նահանգների քայլերին։ Քանի որ մենք առիթ չենք ունեցել տարեվերջին նաև այս թեմայի հետ կապված խոսել, տեսեք, Զելենսկի-Թրամփ ասուլիսից հետո, երբ Թրամփը խոսում էր այն մասին, որ իրենք գրեթե բոլոր հարցերը լուծել են ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված, ինչև անգամ խաղաղության համաձայնագրի շուրջ մի քանի կետերի հետ կապված համաձայնության են հասել 20%-ը 100%-անոց, այսպես ասենք, համաձայնության են հասել, այնտեղ իհարկե Դոնբասի հարցներ բարդ է անվանել Թրամփը, բայց անմիջապես այս հանդիպումից հետո մենք տեսանք, որ Լավրովը հայտարարեց, որ հարձակում է եղել, փորձել են հարձակվել ուկրաինական ուժերը Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, իհարկե Թրամփը Նետանյահուի հետ ասուլիսից առաջ ասաց, որ ինքը տեղյակ չէ, նոր է իմանում դրա մասին, արդյոք այս մասով խնդրեմ ձեր կարծիքը արտահայտեք եւ նաեւ եղավ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը։ Դե եթե հայտարարելա չեմ կարծում սխալ լինի, հավանաբար նման նախագիծ իրենք ունեցել են ամեն դեպքում, եթե պատերազմը եւ պատերազմի ընթացքում դու բան ես կորցնում եւ գնում ես արդեն ծայրահեղ քայլերի եւ ունես հնարավորություն դա անելու, չի բացառում որ ասենք դա էլ եղած լինի որպես նախագծերից մեկը, որ ասենք Կիևը պլանավորել է, բայց ամեն դեպքում բանակցությունները գնում են հիմա որոշակի առաջընթաց կա, բայց հիմա հիմնականում ես նախկին հարցազրույցի ժամանակ էլ ասեցի, ամեն դեպքում եթե գալիս ենք, ասենք Զելենսկու պահվածն ենք հայմատում Նիկոլի հետ, ես ավելի շատ կգնահատեմ Զելենսկու պահված, տեսեք զիջումների չի գնում, ամեն դեպքում իր այդ ամբողջ կերպարով որ ունի, բայց մեկը կարողանում ամեն դեպքում դիմադրել եւ այդ պատասխանատվության տակ չի գնում, որպեսզի իր երկրից տարածքներ հանձնի կամ ինչ որ բանի տակ ստորագրի, որ չգիտի հետագային ինչ է լինում։ Տեսնում եք շատ հստակ կերպով խնդիրը դրել է, որ 10-ից 15 տարվա անվտանգության երաշխիք է պահանջում
որպեսզի պայմանագրի տակ ստորագրի կամ տարածքների հանձնման կապակցությամբ, ասում եմ, ես չեմ, որ միայն պետք է տարածք հանձնեմ, դա հարակվեի միջոցով ժողովուրդը պիտի որոշի տարածքների հանձնելը կամ խաղաղապահ ուժերի շատ հստակ տեղակայում է պահանջում խաղաղության համաձայնագիր ստորագրելու դիմաց։ Շատ հստակ կարծում եմ իրենք էլ հասկացել են, որ շտապ, այդպես ասած, խաղաղության որևէ հռչակագրի տակ ստորագրելը շատ լուրջ խնդիրներ է ստեղծելու իրենց համար, հավանաբար հենց Հայաստանի եւ Արցախի օրինակը փոքր օրինակը կարծում եմ իրենց համար կարող է շատ դասեր քաղաք դինեն դրանից, որ տեսակ Նիկոլը շտապ ինչ-որ համաձայնագիր ստորագրելով նոյեմբերին առանց հստակ երաշխիքներ ունենալու եւ զիջումներ կատարելով վերեց որտեղ հասցրեց ողջ Հայաստանը, Արցախը եւ Արցախայությանը, կարծում եմ դրանից դասեր քաղելով իրենք հիմա շատ հստակ երաշխիքների հետևից են եւ փորձում են եթե պիտի ինչ-որ բան էլ տան, ինչ-որ բան զիջեն, առնվազն դիմաց ունենան անվտանգության երաշխիքներ եւ փորձում են դրան հասնել։ Հիմա որքանով դա հնարավոր կդառնա, դրան էլ կարծում եմ պետք է սպասենք, բայց հիմա տեսնենք առաջ Թրամփը սկսեց զբաղվել մեկ այլ տարածաշրջանով, դե վերջին հաշվով իրենց ուժերը այդքան էլ անսահմանափակ չի հնարավորություն է։ Հիմա եթե սկսում են զբաղվել, ասենք Վենեսուելայով կամ այդ տարածաշրջանում մի քիչ Ուկրաինայի վրա այդ ուշադրությունը սկսում է նվազել, բայց կարծում եմ այստեղ խնդիրները լուծելուց հետո հիմա շուտով վերադառնալու են նաև ասենք դեպի Ուկրաինա, փորձելու այնտեղի խնդիրը կնքի վերականգնել, գուցե ինչ-որ շրջանա պետք է սա անցնի, էլի, այդպես ասած, թարմացնելով գնան առաջ տեսնեն որտեղ է հասնում այս ամեն ինչը։ Բայց մեկ ասենք Թրամփի ջանքերը փորձում այդ հակամարտության կարգավորումներ իր անունով գրանցի, ամեն դեպքում տեղի չտալու Թրամփը փորձելու ամեն կին քայլի դիմել, հիմա ճնշման գործլծակներ գործադրելով Զելենսկու վրա կամ Պուտինի վրա փորձելու դրան հասնել։ Հիմա գանք մեր ներքին իրողություններին, տարին սկսվել է եւ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը ըստ էության նոր թափով է սկսելու, ինչպես գիտենք, երեք թե այսօր ինչ որ չգիտեմ ինչ թուղթ են ստորագրել Տիրադավներն ու Փաշինյանը եւ իրենք առաջիկա օրերին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, մասնավորապես վաղը, հունվարի 6-ին ուխտերթ են անելու, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, ինչ սպասենք։ Տեսեք, միջև այս պահը Նիկոլին կարելի է ամբողջ գործընթացների պարտված կողմը համարել, խայտարակ պարտություն է կրել ինքը, բայց դե երեսից չի գնում, որտեղ մի բան սկսել այն Ռուբիկոն անցել է պարտավոր է մինչև վերջ գնալ, հիմա փորձում է ամեն կերպ խաղի, այդպես ասած կանոնները փոխելով, մի տեսակ այդ փակուղային իրավիճակից, որ ինքը դրել է իրեն այդ մեջը եւ այդպես ասած կոշ պատի է հանդիպել շնորհիվ Գարեգին Վահապարի դիմադրության եւ Սուրբ Էջմիածնի նաեւ ժողովրդի աջակցության պատճառով փորձում է այդ իրավիճակից դուրս գալ։ Հիմա փորձում է այդպես ասած ինչ-որ բաներ հանրահռչակում, եկեղեցու բարեկարգում, այդ տիրադավներին էր հավաքել, հիմա 10-ից 6-ն էին կարծեմ այդտեղ ներկա մնացած, հիմա մեկին այդ համաձայնեցված ծիծաղելի կերպով հիմա ինքը ներկա չի, համաձայնեցված ստորագրություն են այդպես դրել այն տակ, հետո ճանապարհային քարտեզ է իր կողմից հրապարակել։ Դե արդեն հենց այդ իրավիճակը խոսում է իր պարտության մասին, եթե վերադառնանք գիշենք իր նախկին հայտարարությունները, որ մի քանի ամիս առաջ անում էր խմբեր են կազմելու, եկեք հավաքվեք, ես չգիտեմ ինչ անենք, տեսեք, այնտեղից եկել է հասել է նրա, որ հիմա քանի հատ եպիսկոպոսների փորձման նրանց միջոցով ինչ-որ գործողություններ իրականացնել, հիմա վաղը ուխտաերթ է կազմել դեպի, ասենք, ուրեմն Սուրբ Աստված Գրիգոր Լուսավորիչ եկեղեցից դեպի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Ասեմ, սկզբից փորձեց այդպես ասած կոշ քայլերի գնալով տեսավ չհնարավոր չի, սկսեց պատարակ շոուերը կազմակերպել, սկզբում մի քիչ հետաքրքրություն ստեղծեց, բայց տեսակ մի քանի անգամ կրկնվելուց հետո այլևս նախկին հետաքրքրությունն էլ չուներ, արդյունքը չէր տալիս, ժողովրդի մասնակիցների թիվներ սկսում պակսել եւ հիմա մարտավարությունը փոխելա վաղը ուխտաերթ հայտարարից, կարծում եմ սա վերջին գուցե իր փորձը լինի, քանի որ իր ուժերի ստուգատես այն կուզում անցկացնել, իսկ կարծում եմ վաղվա այդ ուխտաերթը դա է, ուտմա փորձի տեսնի ինչպիսի բանակ է կարողացել այսքան ժամանակ հավաքել իր համար եւ այդ բանակից գնահատելուց հետո ինքը կորոշի իր հետագա քայլերը ինչ է լինելու։ Հույսով եմ, որ վաղը հետական ձախողումը կլինի իր համար, այսինքն կլինի այդ թիվը քիչ կլինի։ Ամեն դեպքում իրենք փորձել են ավտոբուսներով էլի մարզերից, բաներից, հիմա իր կնոջ այդ ֆոնդերից բաներ, այդ կրթվելը նորաձև է բան այդ շարժումով այդ ցանցերը, որ ստեղծել են ժողովրդին, այդպես ասած հավաքել, բերել կեղծ կերպով, արհեստական կերպով լցնել, հիմա դե տեսախցիկներով էլ ֆիքսեք, նույն մարդիկ, ովքեր շո պատարակների էին մասնակցում, հիմա էլ գալու են այդ ուխտաերթին մասնակցել, նույն մարդիկ են լինելու։ Հույսով եմ, որ հենց նույն քանակությամբ հավանաբար
եթե ասենք նույնիսկ մի 100 հոգի, 1000 հոգի եթե նույնիսկ մասնակցի, ես կարծում եմ դա խոշոր պարտություն է իր համար, եթե հիշեք ժամանակին ինքը այդպիսի երթեր ուզում կազմակերպել, ինչպիսի մարդիկ էին գալիս, հիմա բազմամարդ չլինել արդեն իսկ իր պարտության վկայությունն է։ Հիմա սրանից հետո ինչ մարտավարություն կկիրառի, պիտի սպասենք կարծում եմ վաղվա արդյունքներին տեսնենք, թե ինչպիսի աջակցություն կկարողանա ստանալ ժողովրդի կողմից։ Ես հույսով եմ, որ դա չի լինելու, այսինքն ոչ թե հույսով եմ, այլ վստահ եմ, որ չի լինելու, որտեղ մեր ժողովուրդը շատ գիտակցված է մոտենում։ Մի քանի անգամ ասել եմ, ելի եմ կրկնում, նույնիսկ եկեղեցու դեմ պայքարը այդ ռուբիկոնները, որ ինքը չպետք է անցներ, կարմիր գիծներ, որ չպետք է հատեր, բայց դե հատել է եւ այդ խնդիրը նույնիսկ իրենց շրջանակների կողմից միանշանակ դրական չի գնահատվել եւ տեսնում ենք, ես ասում եմ շրջապատի մեջ ունեմ մարդիկ, ովքեր շատ լուրջ քպականներ են եղել, բայց այս արշավին չեն մասնակցում եւ ոչ միայն չեն մասնակցում, շատ բացասական են վերաբերվում եւ դեմ են խոսում, դեմ են գրում եւ շատ բնական է, որ այդ աջակցությունը չի ունենեմ, այսինքն վաղը եթե Նիկոլը ինչ-որ այլ առիթով այդպես ասած գուցե հանրավակ գրավիր այդ մարդիկ գնային մասնակցեն, բայց եկեղեցու դեմ արշավը հաստատ չեն գնալու, չեն մասնակցելու այդ արշավին։ Ես սա կարծում եմ սա հստակ արդեն իր պարտության վկայությունն է։ Իսկ երեկվա այդ փաստաթուղթը, որ հրապարակեցին, ինչ-որ թուղթի կտորները, որ հրապարակեց, նաև իր այսօրվա ինչ-որ տեսաուղերձերը մի քանի ժամ առաջ տեղադրել էր ուխտաերթի կապակցությամբ, տողատակերը եթե կարդանք, կարծում եմ այդտեղ շատ հստակ է, որ այս ամեն ինչի հիմքում ինչն է եղել, ոչ եկեղեցու բարեկարգումը կա, ոչ պես ասած քրիստոնեական հավատքի խնդիրը կա, բոլորը անիմաստ բաներ են, իրա հիմնական խնդիրն է, որ եկեղեցին պայքարի հայտ է ներկայացրել իր իշխանության դեմ եւ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ վախեցած է, թե փաստաթղթի մեջ, թե այսօրվա տեսաուղերձի մեջ շատ հստակ կերպով նշում է, որ եկեղեցին քաղաքականության մեջ է մտել, դա իր կողմից անթույլատրելի համարվում եւ շատ հստակ է, որ ինքը այդտեղից վտանգ է զգացել, մանալով որ եկեղեցին համախմբող դերակատարություն եւ առաջիկա ընտրությունների սեմին լուրջ այդպես ասած բարդություններ կարող է ստեղծի եկեղեցու շուրջ համախմբում իր համար եւ փորձում է դա չզոքացնել եւ ինքը արդեն շատ բացահայտ կերպով երեք եւ այսօր թե գրավոր թե իր տեսաուղերձում խոստովանեց, որ հիմնական այս ամեն ինչ եկեղեցու դեմ պայքարը քաղաքական ենթատեքստ ունի եւ հիմնականում ընդհանրապես հոգեվոր աշխարհի քրիստոնեության հետ կապ չունի, քանի որ այդ նույն տիրադավների մեջ որ տեսնում եք, եթե ասենք Բենտի Կոջոյանը կա կամ Քարամյանը կա, կարծում եմ արդեն պարզ է թե որքանով կարելի է հավատքի, կուսակրոնության ուխտի կամ քրիստոնեության հավատքի մասին իր անկեղծությանը հավատալ։ Շատ պարզ է, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ ունի եւ իր իշխանության հիմքերը սասանված է տեսնում Նիկոլ Փաշինյանը եւ ամեն դեպքում այս պայքարը հիմնականում այդ նպատակով է տապնդում։ Շեշտում եմ, հույսով եմ, որ մեր ժողովուրդը աչալուրջ կլինի վաղը, չի մասնակցի այդ երթին կամ շատ քիչ կլինի եւ մենք հերթական հաղթանակը կտոնենք իր դեմ։ Պարոն Մարգարյան, երբ որ ինքը խոսում է, որ անթույլատրելի է եկեղեցին քաղաքական գործունեություն ծավալի քաղաքական գործընթացների մասնակցի, ուրեմն ինքը իր պաշտոնական դիրքը չարաշահել է, խախտել է սահմանադրական կարգը, միջամտելով եկեղեցու ներքին գործերին։ Այն փաստաթուղթը, որը հրապարակել են տիրադավները եւ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ ինքը որպես Նիկոլ Փաշինյան հանրապետության վարչապետ է ստորագրել, ոչ թե քաղաքացի, որը ինքը փորձում է ամեն կերպ ներկայացնել իբր քաղաքացի է ինքը այս ամենին մասնակցում։ Ավելին, նույն կառավարական առանձնատանը հանդիպելը, սա Երևանի հավաքանու անդամ Արշակ Սարգսյանի նկատառումն է, եւս մեկ փաստ է, որ այս ամենը բարձր մակարդակի միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, որն արգելվում է։ Խնդրեմ այս մասով, էլի, այսինքն ինչ բարոյական իրավունքով է ինքը խոսում քաղաքականությանը եկեղեցու մասնակցության մասին, երբ ինքը եւ իրենց այս ճակերտավոր թիմակիցները ոտքով ձեռքով կեղտոտ ձևով մտել են հայ առաքելական եկեղեցու ներքին գործերի մեջ։ Այսինքն այդ որ անթույլատրելի է, ինքը շատ լավ գիտակցում անթույլատրելիությունը, որտեղ այդ հանդիպումը կարող էր ինքը անցկացնել, ասենք կառավարության շենքում, ինչ որ մեկական կարծեմ այնտեղ էր հանդիպել եպիսկոպոսներին, բայց կարծեմ իրեն հիշեցրել են, որ կառավարության շենքում նման նստավայրում կառավարության, ասած շենքում նման նիստեր անցկացնել արդեն շատ ուղղակի միջամտությունն է, դա իբր թե իր կարճ խելքով պատկերացնելա, որ գբերի կտանի իր առանձնատան կեցավայրում կկազմակերպի եւ այդպիսով կձևացնի, որ սա կառավարության հետ կապ չունի, քաղաքականության հետ կապ չունի, բայց դե արդեն դուք էլ նշեցիք, կողքի եթե ստորագրել Հայաստանության վարչապետ, շատ հստակ է, որ իր մասնակցությունը կա, հատկապես որ ասենք մյուս եպիսկոպոսներ կամ arczepiskopոսները, եթե թեմակալ առաջնորդներ կան, նամակի մեջ չեք տեսնի, օրինակ կողքը իրենց պաշտոնավարած թեմերի անունները հրճակածին են, բայց Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնը գրել է շատ հստակ կերպով, մի քիչ այդպես ասած տգիտությունն է իրան, որ չի էլ պատկերացել այդ գրումը արդեն քաղաքականության մեջ
միջամտություն համարվում։ Դե ամեն դեպքում պետություն իրավունք ունի միջամտել կրթա համանadrության կարգի խախտումը բոլորս էլ հասկանում ենք եւ այդ կեցավայրն էլ կա իր կեցավայրը ամեն դեպքում եթե ուզում էր դաներ կարող էր տանել Իջևանի իրենց տանը այնտեղ հրավիրել այնտեղ աներ գուցե հասկանալի լիներ բայց եթե կառավարական կեցավայրում որտեղ պետականորեն այդպես ասած իրեն հատկացված կառույց է այդտեղ է կազմակերպում էլի բնականաբար բնույթը նույնն է վերջին հաշվով պետության ինքը մասնակից է դարձել այս ամբողջ գործընթացներին եւ միայն իր ստորագրությունն էլ չի վերջի շրջանում տեսնում ենք այդ պատարագշոյերին ամբողջ պետական ռեսուրսն է ներգրաված համայնքապետեր, ղեկավարներ, այսինքն համայնքի ղեկավարներ, մարզպետներ բոլորին այս գործի մեջ ներքաշել է եւ բոլորը համանadrական կարգի խախտում են կատարել երբեմն տեսնում ենք նույնիսկ իրավապահ ուժերին հակոստները հանում են քաղաքացիական հակոստ են հագցնում որպես սովորական քաղաքացի մտցնում են այդտեղ որպեսզի կարողանան թիվ ապահովեն սրանք բոլորը պետական ռեսուրսի օգտագործմամբ եւ քաղաքական միջոցների կիրառմամբ եկեղեցու գործերի միջամտություն համարվում որ ամեն դեպքում դուք ինչպես արդեն նշեցիք հայաստանյան կոպիտ համանadrության կարգի խախտում համարվում եւ Հավանաբար Նիկոլը էլի կարծում եմ մի քանի հոդվածներով իր ապագա դատապարտած ասած մեղադրանքների այդպես հսկայական հատորները մեծացնում է եւ հավանաբար նախկին մեղադրանքները մի 10-15 տարվա այդպես ասած ազատազրկում էլ ավելացնում է եւ այդպեսով կարծում եմ սմաղ անպայման ինքը հույսով հառաջիկա հունիսի 7-ից հետո արդեն նստելու է եւ հույսով եմ որ մենք դրան հասնելու Պարոն Մարգարյան, պետք է նորից սպասել, թե ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը հետո գործել, թե իրականում նորից պետք է կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին, թույլ չտալով այդ պիղծ գործողությունները։ Դեկտեմբերի 18-ին մենք էլ ենք ասում, վերջապես տեսանք, որ գոնե այս մի հարցով ընդդիմադիրները կարողացան միասնաբար գործել, թույլ չտալով հայ առաքելական եկեղեցու պղծումը, վեհափար հայրապետի դեմ հարձակումը, չնայած մենք տեսանք նաև տարեվերջին այն Նիկոլ Փաշինյանի չակերտավոր աջակիցը, որ կոչ էր անում հրապարակային քարով տալ եւ չեմ ուզում այդ բառը կրկնել, ըստ էության սպանել վեհափար հորը։ Դեցեք ամեն դեպքում այդ կոչերը հնչում են ամեն դեպքում կա եւ պետք է պայքարը շարունակել, այսինքն պատկերացնել, որ վեհափար հայրապետից մենք ակնկալենք, որ ինքը պիտի ես մի անգամ եմ ասել, էլի եմ կրկնում անգամներ կասեմ, սպասենք, որ վեհափար հայրապետը պիտի մեզ կոչ անի, եկեք աջակցեք, այդպեսին չի շատ բարձ է, որ յուրաքանչյուր հայ եկեղեցու հավատացյալի պարտականությունն է գիտակցելով իր պարտականությունը կանգնի եկեղեցու կողքին, այսինքն ամեն դեպքում մեր աջակցությամբ բա որ այս եկեղեցին ոտքի է կանգնել մեր աջակցությամբ բոլորիս աջակցությամբ բա որ միջև այս պահը վեհափար հայրապետը կարողացել է դիմադրել հիմա եթե չլիներ ժողովրդի աջակցություն հավանաբար վեհափար հայրապետն չկարողանար այսքան երկար դիմադրել շատ ավելի արդեն երկար ժամանակ պետք է հանձնված լիներ իշխանությունը դիմաց բայց ինքը դիմադրում է քանի որ թիկունքին տեսնում է ժողովրդի աջակցությունը եկեղեցին թիկունքին տեսնում է ժողովրդի աջակցությունը եւ մեր յուրաքանչյուրի պարտականությունն է որովհետեւ մեկը չպետք է սпасի իր հոգեվոր պարտականությունը կատարելու համար մեկը իրեն կոչանի գնա դրան մասնակցել ես գիտեմ մի անգամ էլ չեմ ջեր եթերում ասել ուրիշտեղ օրինակ պատարակի առավոտյան մասնակցելու համար Նիկոլը կոչ անում եկեք պատարակի մասնակցեք բայց իսկական հավատացյալը որևէ մեկի կոչի չպետք է սпасի իր պարտականությունն է եթե կարող է հնարավորություն ունի պիտի գնա մասնակցի պատարակին եկեղեցու պաշտպանությունն էլ նման մեկ բան այսինքն որից մեկը վապարի կոչին չպետք է սпасի եւ ամեն պահ ամեն վարքյան պետք է մենք պատրաստ լինենք այդ աջակցության համար բայց ես չեմ պատկերացնում որ վեհափար հայրապետը օրինակի համար քաղաքական պայքարի կոչ պիտի անի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու բայց հիմա եթե եկեղեցու շուրջ համախմբամբ կոչ անի դա ինձ համար հասկանալի է վերջնաշով եկեղեցին ինքը եկեղեցու պետն է գլուխն է եւ իր կառույցը պաշտպանելու իրավունքն ունի եւ դրա կոչը ցանկացած բանի կարող անչեցնել, բայց շեշտում եմ մեզանից որևէ մեկ այդ կոչին չպետք է ուրեմն սпасի։ Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքին, օրինակ այդ տիրադավներից մեկը ցավոք սրտի Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թևի Տեր Հովնանի մասին է խոսքը։ Այո, Տեր Հովնանը երկրորդ անունն էր, որ ստորագրել էր ուրեմն Նիկոլ Փաշինյանի անվան տակ եւ գրած էր համաձայնեցված։ Ես այսօր էլ Facebook-ում գրել եմ, ուրիշներն էլ գրեցին, մի քանի հոգու գրառումները տեսամ։ Կարծում եմ շատ հստակ կերպով մենք հարց ենք բարձրացրել, որ չի կարելի պահմտոցի խաղալ այսպես չստորագրել, բայց հետո քո անունդ լինել, բայց չստորագրել բաժնից է շարունակեմ։ Այո, խնդրեմ Տեր Հովնանի հետ կապված ձեր տեսակետների կարտահայտում, ուղղակի կապը մի պահ ընդհատվեց։ Խնդրեմ շարունակեք։ Այո, ցավոք սրտի այդ 10 տիրադավներից մեկն էլ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թևի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանն է եւ
Ես գրել էի այսօր նաև նկատեցի, որ ուրիշները նաև հենց մեր շրջապատից թեմից Միացյալ Նահանգների գրել էին այդ մասին, որ չի կարելի, այդպես ասած, երկար ժամանակ պահմտոցի խաղալ, ամեն դեպքում Հովնան Սրբազանը պարտավոր է շատ հստակ կերպով իր դիրքորոշում այս կապակցությամբ ուրեմն հստակեցնի։ Տեսնում ենք մի անգամ գրած էր ի դիմաց էր ստորագրված, ի դեմ կամ ի դիմաց երեկվա այդ փաստաթղթի մեջ գրել էին համաձայնեցված։ Ես չգիտեմ 21-րդ դարում երբ կա էլեկտրոնային ստորագրություն տնելու հնարավորություն, համաձայնեցվածը անիմաստ մի բան է, դու կամ ստորագրում ես, հրապարակավ հայտարարում ես, որ ստորագրում ես, կամ չես ստորագրում, եւ չի կարելի այդ իրավիճակով շարունակել։ Մենք հարց ենք բարձրացրել այստեղ եւ հույս ունեմ, որ այդ կշարունակվի այս օրերի ընթացքում այդ հարցադրումը Հովնան Սրբազանի, որ ինքը շատ հստակ կերպով պետք է ասի, որ արդյոք ինքը իր ստորագրությունը դնում է Արցախ նորացած Նիկոլ Փաշինյանի անվան կողքին, Բենթլի Կոճոյանի կողքին, են ես չգիտեմ Արգիշտի Քարամյանի հուսակրոն այսպես կոչված հոր կողքին եւ գնում է եկեղեցու բարեկարգմանը, եթե ստորագրությունը դնում է հայտարարի, քանի որ դրանից հետո այլևս ինքը մեր թեմի առաջնորդը գոնե մեզանից շատերի տեսանկյունից դադարում է լինել եւ մենք իրեն չենք ընդունելու որպես այս թեմի առաջնորդ, իսկ եթե իսկապես այդպես ասած այդտեղ թյուրիմացություն կա եւ իր անունը իր կողմից ինքը չի ստորագրել իր անունը այդպես դրել են, հստակ կերպով հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրություն են կեղծել այդ 10 տիրադավները եւ հայտարարի, որ ինքը հավատարիմ է Գարեգին վեհապարին եւ շատ հստակ դիրքորոշում հայտարարի։ Ամեն դեպքում պետք է շատ հստակ լինի այս ընթացքը, որպեսզի մենք էլ հասկանանք ինչ մեր անելիք ինչ անենք, որտեվ ցավոք սրտի այնպեսի մի հատ իրավիճակ է ստեղծվել, որ եթե հարցնում ես, ասում են, չէ, մենք բան չենք անում, բայց փաստորեն այն ստորագրությունը այդ փաստաթղթի տակ կա եւ հույս ունեմ, որ այս հարցադրումները կբարձրացվի, տեղ կհասնի եւ մենք շուտով պատասխանը կստանանք արևմտյան թեմի առաջնորդարան։ Դե դրա համար նաև այս մասով Սփյուռքը անելիք ուներ, մասնավորապես Միացյալ Նահանգների Սփյուռքը, որովհետև մեր նախորդ զրույցներում մենք երբ զրուցում էինք, նշում էինք, որ ըստ էության այստեղ մինչև Մակունցը կվերադառնար Հայաստան, Մակունցը, Տեր-Հովնանը եւս այս process-ների մեջ են եղել հայ առաքելական եկեղեցու դեմ սպասվող արշավի, եւ այս մասով մենք դիմում ենք խոսելով Սփյուռքի հետ կապված անելիքների մասին, գուցե հենց սկզբից պետք էր կանխել, որպեսզի այս կետին չհասնի եւ առաջիկայում ինչ ունեք անելու, բողոքի ակցիաներ կլինեն, չգիտեմ, ինչ կլինի։ Ես չեմ կարողանում հստակ ասել, որ ապագայում ինչ կլինի, պատկերացնել, որ բողոքի ակցիաներ անելը նույնն է, ինչ ասենք Հայաստանում, այդտեղ հիմա այդտեղ էլ հայտարարվում է, բայց փոքրաթիվ է լինում եւ ազդեցություն չի ունենում, նույն իրավիճակը ցավոք սրտի այստեղ կա, դա չի նշանակում, որ ժողովրդի մոտ բողոքի այդպես ասած զգացմունք չկա, ժողովուրդը հաշտակ եւ ընդունում այս ամեն ինչը, բայց դե այդպես համախմբել ժողովրդին բավական դժվար է, շատ ավելի դժվար, քան ասենք պատկերացնում եք, ասենք Հայաստանում կարող է լինել, բայց դες թիրախավորված կերպով այս մարդիկ աշխատանք են տանում, ամենականում մենք ունենք երկու, այդպես ասած, հիմնական սփյուռք կամ սփյուռք չի կարելի ասել, այդպես ասած թեմեր, որոնք կարևոր են, ասենք մեկը Ռուսաստանին է, որտեղ մեծ թվով հայեր են ապրում, Սրբազան, տեսնում ենք նրան ինչպես են թիրախավորում, ցավոք չեն կարողացել բարեբախտաբար նրան առնել իրենց վերահսկողության տակ, բայց Միացյալ Նահանգների արևմտյան թեմի վրա իրանք այլ կերպ են աշխատում, ուրեմն դեսպանին էին ուղարկել այստեղ, հանդիպում ունեցավ Հովնան Սրբազանի հետ նկարները կար պատարագի էր մասնակցել, հետո Զարե Սինանյանն էր եկել այստեղ հանդիպում են ունեցել Հովնան Սրբազանի եւ վստահ եմ, որ այդ հանդիպումների ընթացքում հենց նման հարցեր ա քննարկվել եւ փորձ ա կատարվել նրան բերել միացնել տիրադավերին եւ ցավոք սրտի Սևութին իրենք հաջողել են։ Բայց դե ինքը հասկանում է, որ մտահոգություն ունենալով, որ ինչպեսի արձագանք կարող ունենալ թեմում իր հստակ ստորագրություն դնելը, մինչև այս պահ այդպես ասած պահմտոցի է խաղում, ասում է դե համաձայնեցված գրեք, հստակ չի ստորագրում, որպեսզի ցանկացած ժամանակ փախուստի տեղ ունենա եւ բայց ասում եմ չի կարելի հավիտյան այդպես ասած պահմտոցի խաղալ, միտեղ հստակ պետք է դիրքորոշումը կիրառել։ Հիմա առաջիկա օրերին հնարավոր կլինի հավաք կազմակերպել ակցիաներ, ես չգիտեմ, հույսով որ մենք կարողանանք դրան հասնել, բայց ես կարծում եմ հենց սոցիալական ցանցերի միջոցով հենց այս հարցադրումները եթե տեղ հասնի, ամեն դեպքում նրանք պարտավոր են պատասխան տալ իրենց թեմի ժողովրդին։ Եվ պարոն Մարգարյան, նորից վերադառնալով մեր զրույցի սկզբին, The Times-ն է հաղորդում, Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին պատրաստվում է փախչել Մոսկվա։ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական գործակալությունները կարծում են, որ Իրանի գերագույն առաջնորդը մշակել է Մոսկվա փախչելու ծրագիր, եթե երկրում բողոքի ցույցերը դուրս գան վերահսկողությունից։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Դե նման հրապարակումներ ամենտեղ լինում են, ոչ կարելի է հերքել, ոչ հաստատել։ Դժվար ամեն դեպքում վերջնասով ցանկացած իշխանություն ամեն դեպքում
այդպիսի փախուստի որ բաներ իրենց համար հնարավորություններ նկատի առնում են, բայց ես չեմ կարծում իրավիճակը Իրանում կարող է հասնել այդտեղ, որ այդպես փախուստի դիմելու կամ խնդիր լինի, բայց ասում եմ շատ էլ այդպես արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներին չի կարելի այդպես ասած հավատքը ծայել կամ հավատալ, բայց ամեն դեպքում սկզբում շեշտեցի իրավիճակը թեև այդպես ասած մասշտաբային մեջ չի անհանդարտությունները, բայց ամեն դեպքում այնքան մտահոգիչ կա, որ իշխանությունները իրենք էլ խոստովանում են այդ մասին եւ խոսում են։ Բայց տարբերակներից մեկը ինչ իմանաս, կարող է նաև հենց դեպի Մոսկվա գնալը լինի, քանի որ դե տեսեք Մոսկվա Բաշար Ասադն էլ գնաց այնտեղ, հավանաբար իշը գուցե Իրանի հոգևոր առաջնորդի այդպես ասած գնալու մեկնելու վայրերից մեկն էլ դա լինի։ Եվ նորից ամփոփելով մեր զրույցը, Ալիևը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ, խոսել, որ Հայաստանի հետ առևտրաշրջանառություն են իրականացնում, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, Փաշինյանի ուղերձը իմիջիայլոց, կարծում եմ կարդացել եք կամ գուցե տեսել եք, ինչ կառանձնացնեիք այդ խոսքից եւ տեսել եք վստահաբար այն զեղությունը, այն ճոխությունը, նորից պետական պարտքը ավելացրել են միլիոնավոր դոլարներով։ Նիկոլի ուղերձ ես չեմ լսել, չեմ էլ կարդացել, չեմ էլ պատրաստվում ոչ լսել, ոչ կարդալ այլևս, քանի որ ինձ համար ես անտեսում եմ իր ընդհանրապես ցանկացած հայտարարություն, որ անում այդ կապակցությամբ, հետաբար մեկնաբանություն էլ չունեմ, որտեղ ասում եմ անկեղծ ասած ոչ լսել եմ, ոչ նյարդեր ունեմ իր ձայնը լսելու, ոչ էլ նույնիսկ կարդալու ցանկություն եմ, որտեղ գիտեմ մոտավորապես ինչ ասելու կամ ինչ խաղաղության օրակարգ, այդ ամեն կրկնված բաները դրանց մասին հազար անգամ խոսել ենք եւ չգիտեմ որքան հավատացողներ կան այդ ամեն ինչին կազմում։ Այդ ճախությունների մասին դուք խոսեցիք արդեն բոլորս գիտենք, դե պետական պարտք ավելացնելով փորձում էին Երևանում այդպես տպավորություն ստեղծել, տոն կազմակերպելով ամանորի գիշերը, բայց դե մի քիչ եթե նայեք ուշադիր տեսարանների մեջ կտեսնեք թե որքան են այդ ինքը հավաքվում է 20-21 հազար հոգի մարդ դիտել է, մասնակից է եղել այդ հրապարակում, ուրեմն այդ միջոցառմանը, բայց դե տեսագրությունն է, որ նայում եք խոշոր մասը Հայաստանում աշխատող հնդիկներ էին կամ օտարերկրացի տուրիստներ էին, ես հիմա որտեվ այսպես ասած Instagram բան նայում եմ, իրանցիները շատ ավելի ակտիվ են այնտեղ, ինձ համար գալիս է այդ էջերը, հսկայական թվով իրանցիների ես պատկերներ եմ տեսել, որոնք որպես տուրիստ կներեք, որպես զբոսաշրջիկներ այդ օրերին մեկնել էին Հայաստան եւ այդ գիշերը այդտեղ ներկային եւ այդ 20,000 հոգին հաստատ ոչ բոլորն են եղել, ասինքն հայ ժողովուրդ ովքեր գնացել այդպես ասած երևանցիները այդ միջոցառմանը Նիկոլի սրտի կտեսնեն այդտեղ եւ դրանով ուրախանան։ Օտար երկրացիներ են այդտեղ մասնակցել են այդ ուրեմն տոնակատարությանը, բայց շատ հետաքրքիր է իմ այդ ամբողջ շքեղության ֆոնին նույն օրը, ասենք մոտապես այս նույն քանակությամբ Հայաստանի հպարտ քաղաքացիներ պարտավոր են եղել ամանորը նշել մնտության պայմաններում, հոսանք չունենալու պայմաններում։ Ես կարծում եմ սա այսօրվա իշխանությունների իրական պատկերն է, որը ստեղծել են պետական պարկ շատացնելով ժողովրդի այդպես ասած աշկին ինչ-որ բան հապելու համար շքեղություններ կազմակերպել, բայց այդ խորքում տեսնում ենք իրական Հայաստանը այնա որ այնտեղ տեղի ունենում այդ մթության մեջ ամանորը նշողներ են եւ վստահ եմ որ նրանք դա նկատում են եւ իրենց դիրքորոշումը հուսով եմ որ հաջորդ ընտրությունների ժամանակ շատ հստակ կերպով այս իշխանությունների կապակցությամբ կասեն։ Իսկ ինչ վերաբերում է Ալիևի այդ հանդիպմանը, ներողություն մինչև Ալիևի հանդիպմանը մենք հասել ենք ապագային եւ մենք ապրում ենք ապագայի մեջ, այլևս չենք հայտնվելու անցյալում։ 2026-ի ընտրություններում է որ ՀՀ քաղաքացին անշրջելիորեն պետք է տեր կանգնի իր ստեղծած խաղաղությանը, իր վերահաստատած պետությանը, իր այսինքն ժողովրդի իշխանությանը, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ մեկնաբանեմ իր ասած, թողեք ասի, հիմա գիտեք այդ ամեն հայտարարությունները շարունակաբար նույն կրկնված իրական Հայաստան ապագա, ինչ ապագայի մասին է խոսքը, եթե ապագան այնա որ հիմա գոյություն ունի, ժողովուրդը գնահատականը կտակածում ինքը ժայկա չի սպասի, մի քանի ամիս էլ դեր համբերի, կարծում գնահատականը կստանա, թե ժողովուրդը որն է նախընտրում Նիկոլի պատկերացած այդ կեղծ եւ գոյություն չունեցող կեղծ խաղաղությունը կամ ապագան, դա այն իրական Հայաստանը, որին մենք բոլորս աշուր ձգտում ենք իրական Հայաստանի, բայց իրական Հայաստանը, մեր իրական Հայաստանը, այն իրական Հայաստանը չի, որ Նիկոլն է պատկերացնում, այլ իրական Հայաստանը, այն Հայաստանն է, որի մեջ կա Արցախը, որի մեջ կա այսպես ասած մեր պատմական հողերը վերականգնելու հույսը, արցախայության իրավունքների վերականգնումը, որտեղ մեր կողքին կանգնած կլինեն Արցախի գերության մեջ գտնվող ղեկավարություն ազատության մեջ կլինի, դա է մեր համար իրական Հայաստանը եւ մենք դրա
իրականացմանը պետք է ձգտենք հաջորդ ընտրություններին, այդքանով կարծում եմ այո 2026 թվականին հայ ժողովուրդը պիտի ընտրի իրական Հայաստանը, բայց ասում եմ ոչ այն իրական Հայաստանը, որ Նիկոլն է պատկերացնում, այն իրական Հայաստանը, որ մեր բոլորի պատկերացումների մեջ գոյություն ունի։ Եվ Ադրբեջանի հետ կապված, հա, այս կեղծ խաղաղությունը, այս առևտուրը, առևտրաշրջանառության մասին խոսակցությունները, ու այս իրականության մեջ, այո, մեր գերության մեջ գտնվող հայրենակիցները, որոնց այլևս ցմահ ազատազրկման են դատապարտում։ Դեք չգիտեմ հիմա ինչ առևտրաշրջանառության մասին է խոսքը, որտեղ դա ամեն ինչը միակողմանիորեն դեպի մեզ է գալիս։ Հիմա ինչա մեր կողմից գնացեն դա ասի տնտեսական շահ ամեն ինչից ստացել, հիմա դուք մի անգամ գոնե հայտարարեն, օրինակ Հայաստանից ինչ որ արտադրանք կա ներմուծվել, արտահանվել Ադրբեջան, այնտեղ վաճառքի անվել ադրբեջանցիները նույնքան ուրախացած լինեն եւ տեսնենք տեսագրությունը, որ արդյոք դրանք են այդքան ողջունում։ Հիմա այդ էժան բեզին այսպես կոչված բերել են մտցրել են Հայաստան, դրանով փորձում են ժողովրդին համոզել, որ տեսեք ինչպիսի իրավիճակ է մեզ համար ստեղծվել, իրական խաղաղություն է սա, բայց Հայաստանից ինչ-որ բան գնացել է Ադրբեջան, այնտեղի շուկայի մեջ վաճառվել է, ադրբեջանցիները նույն ոգևորությամբ այդ ամեն ինչը ընդառաջել են, դրա տեսագրությունները մեկը տեսել է, հաստատ չկա, հետաբար այդ առևտրաշրջանառության մասին խոսելը անիմաստ է, սա միակողմանի մի հատ գործընթաց է Հայաստանին ստրկացնելու, այդպես ասած գաղութացնելու նպատակ է գնում, Հայաստանին իրական դաշնակիցներից կտրել, հեռացնել ամբողջ ասած կենսական ասած անվտանգային լծակներով կախվածության մեջ մտցնել Ադրբեջանից, Թուրքիայից, որպես հետո կարողանան Հայաստանի կառավարելու լծակներ ունենալ։ Ադրբեջանի պատկերացած առևտրաշրջանառությունը այդ կարծում եմ դա է, հիմա եթե դրանով որքան է գոհ հայ ժողովուրդը, ես չգիտեմ, բայց կարծում եմ դա ժողովուրդը արդեն իսկ հասկանում է եւ հույս եմ, որ գիտակցի այդ ամեն ինչ։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, Ես որ եմ համաձայնեցիք շնորհակալ, այս զրույցին։ հաջողություն։